Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Երկնային Հայր Աստված, ես խնդրում եմ, որ ամեն մեկիս վրա քո բժշկարար զորությունը արձակես, քո շնորհը արձակես, Տեր։ Թող քո զորությունը, քո սերը լցվի մեր վրա։ Քրիստոս քո սուրբ արյունով լվաց մեր արյունը, մեր բջիջները, մեր ատոմները, մեր մկանները, մեր ոսկորները, մեր նյարդերը, ամեն բան, Տեր, որ մեր մեջ է, թող բժշկվի։ Թող հիվանդությունը, հիվանդության գերությունը քանդվի, Տեր ջան։ Լվա մեզ քո շնորհով եւ քո սուրբ արյունով, լվա մեր շունչը, մեր միտքը, մեր զգացմունքները, մեր ցանկությունները, մեր կամքը, ամեն բան, որ գերի է եւ քեզ չի պատկանում, թող քանդվի ու վերադառնա ճշմարիտ Տիրոջը, որ դու ես, Տեր։ Ես խնդրում եմ, որ դու հպվես ամեն մեկին, որ կապնված ու բռնված է կպչուն մտքերով, կախվածությունների գերին, ինքնիշխան Աստված, քանդի կապանքները, ճշմարտության հոգին լցրու ամեն մեկի վրա, որ կախվածության մեջ է, բայց չի ընդունում, չի ճանաչում, թող բացվեն աչքերը, որ բժշկության սկիզբը դրվի, թող ամեն բժշկություն քեզանով լինի, Տեր, դու ես բժիշկ Աստվածը, խնդրում եմ հպվես ամեն մեկին, դու բոլորի հոգսերը գիտես, դու բոլորի կարիքները գիտես, դու արմատները գիտես, որտեղից է գալիս, արմատները բժշկի, Տեր, որ էլ չար պտուղ չտան, ոչ մեր մտքում, ոչ մեր սրտում, ոչ մեր մարմնում, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Իսկ հիմա անդրադառնում ենք Թոմաս Ջոնսոնի կռապաշտություն դարերի մեղքը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մեկ վարքյան, ես իմ կոմպյուտերի հետ մի փոքր խնդիր ունեմ, մեկ վարքյան կներեք։ Անցնում ենք առաջին գլխին, ժամանակակից գայթակղությունը։ Այս օրերին, ասում է հեղինակը, շատ է խոսվում այն գայթակղությունների մասին, որոնց մարդիկ առերեսվում են այսօր։ Ես կօգտագործեմ որոշակի բառեր, որոնց համար նախապես ներողություն եմ խնդրում, բայց կարդանք այնպես, ինչպես գրված է։ Պորնոգրաֆիայի օգտագործումը եւ դրա հնարավորությունը ընձեռնող միջոցները ամենաբարձր տեղում են այս գայթակղությունների շարքում։ Գայթակղությունների ցուցակը գլխավորում են սեռական բնույթի գայթակղությունները, բայց կան շատ ու շատ այլ գայթակղություններ։ Ահա մի քանի այլ գայթակղությունների կարճ, բայց ոչ ամբողջական ցանկ, որոնց մենք հանդիպում ենք ժամանակակից կյանքում։ Սոցիալական մեդիայից կախվածությունը, երբ մենք մշտապես վավերացում ենք փնտրում, որ մեզ լայք տան, մեզ հետևեն, մեզ հավանեն, ու մենք շարունակաբար անհրաժեշտություն ենք զգում նման ձևով ճանաչում, ընդունում, վավերացում ստանալ եւ ունենք համեմատվելու մշտական անհրաժեշտություն։ Այնպիսի հարթակները, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, TikTok-ը եւ այլն, կարող են հանգեցնել կախվածություն առաջացնող վարքագծի եւ բացասաբար ազդել մեր հոգեվոր առողջության վրա։ Նյութերի չարաշահումը, ինչի նկատի ունեմ, ալկոհոլի, թմրամիջոցների, թմրադեղերի, դեղերի, ցավազրկող դեղերի, հոգեմետ դեղերի, վայպինգի, այդ նոր ծխախոտի փոխարեն որ բանն է փչում, դա ծխախոտի գայթակղությունները կարող են առաջանալ տարբեր գործոնների պատճառով, ինչպիսիք են ստրեսը, հասակակիցների ճնշումը կամ իրավիճակից փախնելու ցանկությունը, իրականության հետ
չարարեսվելու ձգտումը, սերը ընդունումը սխալ տեղում փնտրելը կամ մոլորեցնող մտածելակերպը, թե դուք խաղաղություն և մխիթարություն եք գտնում և սեր եք գտնում այս բաներում։ Հարստությունը, փող աշխատելու ձգտումն ու տենչը շատերի ներսում է, և փող աշխատելու ձգտումը կարող է օրինական թվալ մարդուն, և մարդը այն հաճախ օգտագործում է որպես պատրվակ խուսափելու այլ պատասխանատվություններից։ Որոշ մարդկանց համար հարստություն ունենալու մոլուցքը այդքան հզոր չէ, կա, բայց չի կլանում նրանց, ուրիշների համար հարստությունը ամեն ինչ սպառող մոլուցք է։ Ամեն դեպքում փողի սերը շատ խնդիրների հիմքն է։ Ուշադիր եղեք, չեմ ասում փողը լավ բան չի, այլ փողի հանդեպ սերը, մոլուցքը, հարստության մոլուցքն է վատ։ Գեր ծախսելը, առանց, այսինքն ինտերնետից գնումներ անելու հնարավորությունը, կներեք, ոչ թե առանց, կներեք, առցանց, այսինքն ինտերնետից գնումներ անելու հնարավորությունը և որ վարկ վերցնելը, կրեդիտ քարտ ունենալը այսքան հեշտացել ու հասանելի են դարձել, և սրանք կարող են նպաստել իմպուլսիվ գնումներ կատարելու, այնպիսի սովորություն ձեռք բերել գնումների, որ առանց որևէ վերահսկման կոնտրոլից դուրս գնումներ կատարես, և դա հասցնի ֆինանսական դժվարությունների մեր կյանքում։ Չափից շատ ուտելը և անառողջ ուտելու սովորությունները։ Այն, որ խանութներում հեշտությամբ կարող ես գնել արդեն պատրաստված կամ գուցե կիսապատրաստված ուտելիք, արագ սննդի կետերը, ինչպես Մակդոնալդսը և այլն, ինչպես նաև զգացմունքային ուտելը, այսինքն երբ ստրեսի մեջ ես, սկսում ես ուտել, էլ շոկոլադ ես ուտում, էլ չիփս ես ուտում անընդհատ, և նաև զբաղված ապրելակերպը հաճախ հանգեցնում են անառողջ սննդի ընտրության և չափից ավելի ուտելիքի սպառման, որն էլ իր հերթին առողջական խնդիրներ է առաջացնում, բայց նաև ֆինանսական։ Սրանք գայթակղություններ են, որոնց փոսի մեջ կարող ենք ընկնել։ Հետաձգումը, լճացումը, առաջադրանքները հետաձգելու կամ ակնթարթային բավարարվածություն, որ փնտրում ես, երկարաժամկետ նպատակներին առաջնահերթություն չես տալիս, ուզում ես ամեն բան, որ այս վայրկյանին լինի, և այս գայթակղությունը ազդում է արտադրողականության և ընդհանուր բարեկեցության վրա։ Օրինակ, CV պատրաստելը, նամակներ գրելը, որպեսզի տարածես ու աշխատանք գտնես, սա երկարաժամկետ նպատակ է։ Անմիջապես արդյունք չի բերելու, հենց այս վայրկյանում։ Եւ դա անելու փոխարեն դու կարող ես մտածել ու ասել. դե լավ, դա հետո կանեմ։ Հիմա գնամ տելևիզոր նայեմ, մտնեմ Facebook, գնամ ընկերներիս հետ ման գամ։ Նույնը կարող է լինել աղոթքի հետ։ Աղոթեմ ընտանիքիս անդամի բժշկության համար, աղոթեմ ընտանիքիս անդամի փրկության համար, կամ աղոթեմ ապաշխարեմ, Սա քանի որ ինքը էսենց ոնց որ վարքյանական արդյունք չես տեսնում, մարդու ապաշխարությունը վարքյանական չի լինում, մարդու բժշկությունը կարող է վարքյանական չլինել, մենք հակվածություն ունենք ասելու լավ, դա հետո կանեմ, սա անձամբ ինձ է վերաբերում, եւ փոխարենը ընտրում ես անել մի բան, որ այդ պահին քեզ հաճույք կպատճառի, այդ արագ հաճույքին ես գնում, ընտրում ես հաճույք ստանալու արագ ուղին եւ ոչ թե անհրաժեշտ երկարաժամկետ նպատակը։
Աշխատահոլիկությունը, ուշադիր, ոչ թե աշխատասիրությունը, այլ աշխատահոլիկությունը, որը ալկոհոլիզմի նման կախվածություն է։ Կարիերայում լավագույնը լինելու, բոլորին գերազանցելու ճնշումն ու ձգտումը կարող է հանգեցնել անառողջ մոլուցքի, որի հետևանքով սկսում ենք անտեսել անձնական հարաբերությունները, ընտանիքը, անգամ էլ ձեր մասին հոգ չեք տանում, ողջ ուշքն ու միտքը աշխատանքն է։ Կախվածություն խաղերից, ինտերնետային, վիդեո կամ սոցիալական հարթակում եղած խաղերից։ Այս խաղերը իրենց բնույթով շատ կլանիչ են, որոնք ոմանք դիվային են, նրանք ներգրավող են և կարող է դժվարացնել անհատների համար սահմաններ դնել, այսինքն սահմանափակել, թե ինչքան են խաղալու, և դա հանգեցնում է պարտականությունների անտեսմանը և մարդկանցից հեռանալու։ Ու եթե այդ խաղերը դիվային խաղեր են, նրանք կապում են քեզ, նրանք գերի են քեզ դարձնում և բացում են այնպիսի չար դռներ, որոնք կարող են բերել ինքնասպանության։ Չափազանց շատ ժամանակ անցկացնելը էկրանի առաջ։ Եվ ես ի նկատի չունեմ միայն հեռուստացույցը։ Էկրանների դիմաց, լինի դա հեռուստացույց, հեռախոս, կոմպյուտեր, iPad, ինտերնետային ժամացույց և այլն, կարող է առաջացնել շատ լուրջ ֆիզիկական, հոգևոր, սոցիալական խնդիրներ անհատի համար և կախվածություններ։ Անազնվությունը և խաբեությունը, ուրիշներին խաբելու կամ անբարոյական, ոչ էթիկական վարքագծի մեջ ներքաշվելու գայթակղությունները կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներում, երբ վտանգված է ձեր անձնական շահը կամ էլ ձեր հաջողությունը։ Իմպուլսիվ վարքագիծը, անխոհեմ ռիսկի դիմելու հնարավորությունները ավելի մեծ են միջոցների լայն հասանելիության և այդպես վարվելու խրախուսման պատճառով։ Անառողջ հարաբերությունները, մարդիկ կապ են հաստատում անծանոթ մարդկանց հետ տեքստի, նկարների, վիդեոների, անգամ խաղերի միջոցով։ Մարդիկ այդ հարաբերությունների մեջ փորձում են իրենց ինքնարժեքը գտնեն, իրենց ինքնությունը գտնեն, սեր գտնեն։ Շատ այդ անծանոթները, ում հետ այդպես շփվում ես, ճիշտը չեն ասում իրենց մասին, չեն ասում, թե իրականում ովքեր են իրենք, ինչ են անում, ինչ նպատակով, ինչու են ներգրավված քո հետ այդ հարաբերության մեջ, որն է իրենց իսկական նպատակը։ Սա ևս գայթակղության մեծ դուռ է։ Այս ամենը, որ թվում եմ, գայթակղության դռներ են։ Ոչ բոլորն են այդտեղ գայթակղվում ու ընկնում, բայց շատերը գայթակղվում են։ Սրանք այն բաներն են, որոնց բախվում է ժամանակակից հասարակության մեջ ապրող յուրաքանչյուր մարդ, այս կամ այն չափով։ Ժամանակակից հասարակությունը ունի բազմաթիվ խելացի գյուտեր, սմարթֆոններ, համակարգիչներ, տեսախցիկներ, մեքենաներ, ինտերնետ, ծրագրեր, որոնցով կարող են ֆիլմեր նկարահանել առանց իրական մարդկանց մասնակցության։ Եվ ոչ մեկ չգիտի, որ մարդիկ չեն, ռոբոտներ, ինքնաթիռներ, հրթիռներ, արհեստական բանականություն և այլն։ Սրանք բոլորն էլ արժանի են ակնածանքի ինչ-որտեղ, և դա վկայում է այն գյուտարարության, զորության մասին, որը Աստված տվել է մարդկանց։ Հարցը ուրեմն սա է. արդյոք այս խելացի գյուտերը մեր գայթակղությունների պատճառն են, որոնց հետ ամեն մարդ առերեսվում է ժամանակակից կյանքում։ Եթե այո, եթե այս գյուտերն են պատճառը մեր գայթակղությունների, ապա ինչու են ոմանք ընկնում այդ գայթակղությունների մեջ, իսկ մյուսները ոչ։ Ինչու ոմանք կարող են օգտագործել այս ժամանակակից հայտնագործությունները և չընկնել իմ թվարկած թակարդների մեջ։ Ինչու ոմանք կարող են այդ
կիսապատրաստված կամ լրիվ պատրաստված ուտելիքը խանութից առնել եւ ուտել սահմանափակ չափով առանց իրենց վնասելու, իսկ ու միայն շաբաթը մի անգամ ասենք, իսկ ոմանք ապրում են միայն դրանցով առանց առողջ ուտելիքի եւ գիրանում են եւ ընկնում են ուտելիքից կախվածության մեջ։ Ինչու՞։ Կարող են արդյոք իսկապես ինտերնետը, թմրամիջոցները ու այս ամեն բաները ստեղծված լինել, որ ստեղծված են լինեն մեր անկումների պատճառը։ Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք պետք է կարողանանք լուծել գայթակղության խնդիրը մեկ ընդմիշտ, հեռացնելով մեզ գայթակղեցնող բաները մեզանից, դրանք անհասանելի դարձնենք մեզ համար։ Բայց կյանքը ու փաստերը ցույց են տալիս, որ դա չի ստացվում, որ դա վերջնական արմատական լուծում չի բերում։ Երեք օրինակ խոսեցինք այն մասին, որ թմրամոլից թմրանյութը վերցնես ու գումարել չտաս, նա կգտնի ուրիշ ճանապարհ։ Մարդուն այն մարդը, որ պղծության է ձգտում, կամպյուտերը իր մոտից տանես, որ պիղծ բան չնայի, կգնա իր երեխուն կպղծի։ Մարդուն չես կարող տանել դնել անապատում, ամեն բանից իրան կտրել, որ գայթակղության մեջ չընկնի։ Ուրեմն տեսնում ենք, որ մեր շրջապատում եղած մարդիկ ու ապրանքները արարված չեն մեր գայթակղության պատճառը, ուրեմն կա մեկ ուրիշ բան։ Պողոս առաքյալը այս երևույթը բացատրում է Կողոսացիներին ուղված իր նամակում։ Կարդանք Կողոսացիների 2-րդ գլխի 16-ից 23 հատվածը։ Արդող ոչ ոք ձեզ չդատի ուտելու կամ խմելու համար, կամ տոնական օրվա, կամ ամսամուտի, կամ շաբաթը պահելու համար։ Սրանք գալիք ստվերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։ Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ եւ հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, եւ անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով։ Այդպիսի մեկը չի պահում գլուխը, որից ամբողջ մարմինը հոդերով ու խաղերով կապված ու միացած աճում է եւ Աստված է աճեցնում։ Արդ եթե Քրիստոսի հետ մեռաք եւ ազատվեցիք այս աշխարհի սկզբունքներից, ել ինչու եք ապրում այս աշխարհում այսպիսի կանոններով։ Մի մոտեցիր, մի ճաշակիր, մի դպիր, դրանք բոլորը նախատեսված են գործածվելու ապականության համար, ինչպես մարդկանց կողմից ստեղծված պատվիրաններն ու վարդապետությունները, որոնք արտաքոստ իմաստության կերպարանք ունեն կամային պաշտամունքով, կեղծ խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն եւ մարմինը բավարարելուն են ծառայում։ Ինձ թվում է, որ գիրքը կարդալու ընթացքում Պողոսի այս խոսքերը մենք ավելի լավ կհասկանանք, բայց մի բան պարզ է, որ ուտելիքին մի կպիր, սա մի արա, նա մի արա, դա բերում է ոնց որ մեզ լեգալիզմի, բայց միևնույնն է մեզ չի փրկում այդ գայթակղության մեջ չընկնելուց։ Քանի որ գայթակղության առարկան հեռացնելու մոտեցումը չի աշխատում, ինչը կօգնի մեզ ազատվել գայթակղություններից։ Եթե վտանգավոր տեխնոլոգիաների կամ իրերի առկայությունը չէ, որ առաջացնում է մեր ժամանակակից գայթակղությունները, ապա ի՞նչն է։ Մենք պետք է գիտակցենք, որ գայթակղությունների պատճառը մեզանից դուրս գտնվող բաները չեն, այլ այն, ինչ մեր ներսում է, եւ հետագա գլուխներում մենք ուսումնասիրենք դրա սկզբնաղբյուրները եւ դրանց գործունեության մեթոդները, ինչը յուրաքանչյուր մարդու մեջ է, որ առաջացնում է այդ գայթակղությունները։ Իսկ հիմա որպեսզի ավելի խորությամբ սովորենք, այսօրվա դասի ամփոփումը կատարենք։
Այսօրվա դասը ուսումնասիրեց ժամանակակից հասարակության մեջ տարածված գայթակղությունները, քննելով թե արդյոք տեխնոլոգիան և հասարակության առաջընթացը առաջացնում են այդ գայթակղությունները, թե պարզապես դրանք հնարավորություններ են տալիս, որ մենք գայթակղվենք։ Հիմք ընդունելով Պողոսի նամակը կողոսացիներին, մենք տեսանք, որ գայթակղությունը ծագում է ոչ թե արտաքին աղբյուրներից, այլ մեր սրտում գտնվող ցանկություններից։ Այս տարբերակումը հասկանալը կարող է օգնել մեզ կենտրոնանալ գայթակղությունների արմատի վրա, թույլ տալով մեզ ապրել ազնվությամբ և նպատակաուղղվածությամբ։ Այս դասի նպատակներ՝ ճանաչել ժամանակակից հասարակության մեջ հանդիպող սովորական դարձած գայթակղությունները և ինչպես են դրանք ազդում մեր հոգևոր և անձնական բարեկեցության վրա։ Փորձեք հիշել ու թվարկել այդ գայթակղությունները և ձեր կյանքում էլ ուշադիր լինել դրանց մեջ չընկնելու համար։ Հասկանանք Պողոս առաքյալի ուսմունքը արտաքին բաները, արտաքին կանոնները, որ անկարող են ու չեն կարող հաղթել մեր ներքին ցանկություններին։ Բացահայտենք և հասկանանք, թե ինչպես գայթակղությունը ծագում է, որտեղից է, ինչպես է նա սկիզբ առնում մեր սրտում, այլ ոչ թե արտաքին հանգամանքներում կամ բաների մեջ արտաքին։ Այն հիմնական 3 բաները, որ պիտի վերցնենք այսօր։ Գայթակղությունները բոլորս էլ ունենում ենք, դրանք ընդհանրական են ու բազմազան են։ Ժամանակակից հասարակության մարդիկ բախվում են մի շարք գայթակղությունների, սոցիալական ցանցերից կախվածությունից մինչև անառողջ հարաբերությունները, որոնցից յուրաքանչյուրը մարտահրավեր է ներկայացնում մեր հոգևոր և անձնական առողջության համար։ Գայթակղությունը սկիզբ է առնում մեր սրտում։ Տեխնոլոգիան և արտաքին հանգամանքները կամ ապրանքները, բաները գայթակղություն չեն առաջացնում։ Ավելի շուտ գայթակղությունները առաջանում են մեր սրտում գտնվող ցանկություններից։ Այն, ինչ սիրտը գնահատում և թանկ է համարում, դա էլ սիրտը համարում է գայթակղիչ։ Արտաքին կանոնները անբավարար են հաղթելու գայթակղությունը։ Ինչպես Պողոսն է բացատրում, կանոնները միայնակ չեն կարող հաղթել մեր չար ցանկություններին, որ կան մեր մեջ։ Իսկական փոփոխությունը գալիս է սրտի շարժառիթների փոխվելուց և երբ մեր սրտի ցանկությունները համապատասխանում են Աստծո հետ։ Որպեսզի մենք այս դասից իսկապես օգուտ քաղենք, ապա նորից կարդացեք ու մտածեք Կողոսացիների 2-րդ գլխի 16-23 հատվածի մասին, որպեսզի ավելի խորությամբ հասկանանք, թե ինչու կանոնները չեն կարող հաղթել մեր ներքին ցանկություններին, որ չընկնենք լեգալիզմի մեջ։ Որպեսզի մենք այս դասից իսկապես էլի օգուտ ստանանք, կարդացեք ու նաև մտապահեք Հռոմեացիների 8-րդ գլխի 5-րդ խոսքը, որպեսզի հիշեք, թե որքան կարևոր է մեր միտքը լցնել Աստծո խոսքով և մեր միտքը պահել հոգու բաների վրա, որը կգործի որպես պաշտպանություն գայթակղությունների դեմ։ Ահա այդ խոսքը, որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ հոգու եղողները հոգևոր։ Այսինքն մենք պետք է մեր միտքը զբաղեցնենք հոգևոր բաներ մտածելով, իսկ դա Աստծո խոսքն է։ Գրի, նշի այն անձնական ցանկությունները, որ քո մեջ կան ու բերում են գայթակղության։ Նայի ցուցակը, որ այս դասում կար։ Մտածիր լրջորեն ու խորությամբ, ժամանակ հատկացրու և աղոթիր Աստծո առաջնորդության համար, որ Աստված քո այդ ցանկությունները համապատասխանեցնի իր ցանկություններին, իր կամքին, որ Աստծո կամքով վարվես և ոչ թե քո ցանկությունների, որ չգայթակղվես ու գերի չդառնաս քո ցանկություններին։ Այսքանը այսօր Հիսուսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Ամեն։